Պարոն Հոսեյնի, Թրամփը մեկ եղում, մեկ դաղում է պաշտոնական Թեհրանին, մեկ հայտարարում է, թե իբր ժամ առաջ, մեկ վայրկյան հետո սկսելու է պատերազմը, մեկ էլ ասում է, որ Թեհրանի իշխանությունները պատրաստ են նստել բանակցությունների սեղանի շուրջ ու քննարկումներ անցկացնել։ Ինչ ենք հասկանում այս դիվանագիտական փոխհրաձգությունից, ինչ է ցանկանում տանել Թրամփը պաշտոնական Թեհրանից։ Թրամփը այդպեսի քաղաքություն ունի, որովհետեւ բոլոր, եթե մենք տեսնենք բոլոր Գրենլանդի ժամանակ կամ այլ իր քաղաքությունը այլ դարաշրջաններում ինքը մաքսիմում սկզբից փորձում է ջնշում գործադրել, հետո եթե դիմադրությունը տեսնում ինքը հետ է կայնում 12 օրվա պատերազմի Իրանի հետ ժամանակ էլ այդպեսի բաներ էր ասում էր որ պետք է Իրանի իշխանությունը երկու ձեռքը բարձեն եւ հանձնվեն եւ բոլոր միջուկային զրագիրները, հերթիրային զրագիրները բոլորը մի կողմ դնեն, բայց հետո ինչ որ սիմվոլական հարված դեվեց մի քանի օբյեկտներին, իրանական միջուկային զրագիրների օբյեկտներին եւ սահմանափակեց իր քաղաքությունը, իր ջնշումը։ Նորից նույն մեթոդը օգտագործում, մաքսիմում ջնշումը, բայց եթե դեմադրություն տեսնի, ինքը ահագին հետ է կայնելու, իհարկե հիմա շատ լարված է իրավիճակ է, իր բոլոր ռազմական ուժերը Միացյալ Նահանգներին կենտրոնացած են Իրանի շուրջ եւ ամեն ինչ կարող է պատահի Իրանի արտաքին գործերի նախարարը այդ կապակցության ասել է որ Իրանը պատրաստ է համ բանակցություններին, համ պատերազմի համար։ Մենք հիմա ինչ որ մեսեջներ են փոխանցում երկու երկիրները եւ պետք է տեսնենք ինչ է լինելու, եթե բանակցությունները արդյունք չտևեց, արդյոք Միացյալ Նահանգները պատրաստ է պատերազմ ստեղծի Իրանի հետ, Իրանը ասել է, որ անցած անգամներին նման չի լինելու, որ սահմանափակ օպերացիա եւ Իրանը պատասխանի, այս անգամ ոչ մի ձևով Իրանը հետ չի կայնելու եւ կարող է տարածվի ամբողջ տարածաշրջանը, վերեկվի այդ պատերազմը եւ միայն դեղական պատերազմ չի լինելու եւ ամբողջ տարածաշրջանի պատերազմ է լինելու եւ կարող է Իրանը զգտի դեպի երկարաժամկետ պատերազմ, եթե իրենց փորձեն հարձակվել Իրանի վրա։ Իսկ երկարաժամկետ պատերազմ սկսելու դեպքում չկա հավանականություն, որ ներգրավելով ամբողջ տարածաշրջանը կսկսվի երրորդ աշխարհամարտի այս դեպքում։ Իհարկե, վտանգը մեծ է։ Թրամփը չի ուզում երկարաժամկետ, դրա համար է Իրանը ասում է, եթե պատերազմը ստեղծեք, դենց չի որ շուտ վերջացնեք, մի հատ Իրանի պաշտոնյաներից մեկը ասել է, որ ինչ որ օպերացիա անեք, հետո tweet անի Թրամփը, ինչ որ post անի, որ հաղթեցինք, ինչ որ հարց լուծեցինք, չէ, պատերազմը շարունակում է եւ բոլոր տարածաշրջանի երկիրներում, որը Ամերիկայի ռազմաբազաները լինելու Իրանը հարձակվելու է եւ դա է որ կարող է մեծ գին նստի Թրամփի վրա, որը Թրամփը չի ուզում։ Եթե մինչեւ հիմա էլ չի հարձակվել, այդ հաշվարկների մեջ է, որովհետեւ Իրանը ուժեղ մեսեջ է ուղարկել եւ որոշ չափով այդ մեսեջները զսպող են եղել Թրամփին, բայց ամեն դեպքում կարող է ամեն դեպքում ինչ որ բան տեղի ունենա, որը անվերահսկելի լինի ամբողջ տարածաշրջանում։ Տեսեք, չնայած դիվանագիտական փոխհրաձգությանը, Իրանի իսլամական հեղափոխությունների պահապանների կորպուսի հրամանատարը հայտարարել էր, որ Իրանի զինուժը պատրաստ, կազմը պատրաստ սպասում է այդ հարձակմանը, ու այս վերջերս էլ ընդամենը 2 օր առաջ սկսեց այս դիվանագիտական փոխհրաձգության դրանից զատ սկսվեց զորավարժություններ, անցկացնել։ Սրանք հստակ մեսիջ են Ամերիկային ու ցանկացած այլ պետությանը, Ամերիկա-Իսրայել հասկանում ենք, որ միասին են գործում, հստակ մեսիջ են, որ Իրանը ցանկացած ռազմական
օպերացիայի պատասխանը կարող է պատասխանել պատասխան հարվածով։ Իհարկե 12 օրվա մեջ էլ Իրանը ցույց տվեց, որ կարող է իրենց երկու միջուկային պետություններ են, ատոմային պետություններ են եւ ամբողջ աշխարհում իրենց բանակները շատ ուժեղ են, բայց Իրանը ցույց տվեց այդ 12 օրվա մեջ, որ Իրանն էլ կարող է հարվածներ ստանա, կարող է վնասներ կերի, բայց ինքն էլ կարող է գործարար վնասներ հասնի հակառակորդին եւ նա ապացուցեց եւ եթե Իրանն ուժեղ չլիներ 12 օրվա պատերազմը շարունակում էր 12 օրում 12 օրում իրեն ասացին, որ Իրանը զինադադարին առաջարկ ուղարկեցին իրեն եւ Իրանը ընդունեց, բայց որոշ քաղաքական ներքին քաղաքական ուժերը ասում են, որ Իրանը հնարավորություն ուներ, որ այդ պատերազմը շարունակեր եւ հաղթող կողմ դուրս գար 100%-ով, որովհետեւ այն շատ իրենց հոբ համագարկը արդեն մաշվել էր եւ շարունակությունի հետո շատ լուրջ խնդիրներ կունենային։ Պարոն Հոսեյնի, տեսեք, այս ամենի ֆոնին խոսվում է նաև այն մասին, որ Իրանից համաձայնվել են բանակցել Թրամփի հետ։ Նաև Թրամփը օրեր առաջ հայտարարեց, թե իբր բանակցություններ են ընթանում Թեհրանի հետ, բայց Արաղչինն մյուս կողմից ասում է, որ դրանք բանակցություններ անվանել սխալ է, դրանք ուղղակի միջնորդավորված շփումներ են։ Բայց փակագծերը չի բացում, թե ինչ է նշանակում միջնորդավորված շփում, ով է այդ միջնորդը, ով ստանձնել է այդ միջնորդական դերը։ Խոսվում է այն մասին, որ միջնորդի կարգավիճակով Թուրքիան է, դրանով է պայմանավորված, որ Արաղչին ուրբաթ օրը մեկնեց Թուրքիա, խոսեց Ֆիդանի հետ, բանակցություններ ընթացան եւ հանդիպեց նաև Էրդողանի հետ։ Էրդողանը հայտարարեց, որ կարող են իրենք միջնորդ ծառայել։ Միջնորդի դերում ցանկանում է նաև հանդես գալ Ադրբեջանը։ Երեք երևի հայտարարեց Ալիևը, որ իրենք պատրաստ են միջնորդական այդ ջանքերը ստանձնել։ Ինչ ենք հասկանում, հա, ըստ ձեզ, ավելի խորությամբ ուսումնասիրելով Իրանը, ուսումնասիրած որպես մարդ, ինչ ենք հասկանում, արդյոք Իրանը որպես միջնորդ կդիտարկի Թուրքիային կամ Ադրբեջանին։ Տեսեք, միջնորդները միայն Ադրբեջանը, Թուրքիա չին, Կատարը, կարանք ասենք հիմա որ շատ ակտիվ աշխատում է Կատարի արտաքին գործերի նախարարը 3 թե առաջին օրը գիշերը մեկնեց Իրան եւ բանակցություններ կատարեց Իրանի իշխանությունների հետ եւ նաեւ Արաբիա Սաուդիա, որ Իրանի Արաբիա Սաուդի պաշտպանությունի նախարարը մեկնեց Ամերիկա, բազի Թուրքիա մի քանի երկիր կան, որ ակտիվ այդ միջնորդի դերը հիմա ստանձնում են եւ ակտիվ աշխատում են երկու կողմերի հետ։ Դերտապաճառները դրան են, որ Իրանը հայտարարել է, որ եթե հարցակում լինի Իրանի վրա, հնարավոր է բոլոր այդ հարևան երկիրներում, որ Ամերիկայի ռազմաբազաներ կան եւ այնտեղից հերթիր հարվածը կարա հարցակվեն Իրանի վրա, օրինական թիրախ է լինելու եւ նաեւ կարող է Փարսից ծոցում հորմոզ նեղուցը փակվի, որ էներգետիկ է շատ, այսինքն այդ բոլոր այդ նշված երկիրները Ադրբեջանը, Թուրքիա, Կատարը, Արաբիա Սաուդիա հասկացել են, եթե պատերազմ լինի, իրենց էլ այդ պատերազմը միայն Իրան եւ Միացյալ Նահանգների կամ Իրան եւ Իսրայելի միջև չի, բոլորը դուժելու են եւ ներգրավելու են այդ պատերազմի մեջ, դրա համար է, որ շատ ակտիվ աշխատում են, որպեսզի պատերազմ տեղի չունենա։ Տեսեք, Բայրամովը իր իրանցի գործընկերոջ հետ հեռախոսազրույցի ընթացքում վստահեցրել էր, որ Ադրբեջանի տարածքից որևէ, օդային տարածքից որևէ հարձակում չի լինի Իրանի ուղղությամբ։ Ինչ ենք հասկանում, ինչու է ապահովագրում իրեն Ադրբեջանը, արդյոք այն խոսակցություններն են, թե իբր Իսրայելը Ադրբեջանում ինչ-որ ռազմաբազա ունի կամ Ադրբեջանի տարածքից կարող է հարձակվել Իրանի վրա, այսինքն հստակ Ալիևի իշխանությունը ունի վախեր, չէ, պաշտոնական Թեհրանից։
Տեսեք, մեր հարևան երկիրները դարիներ շարունակ ինչ որ հարձակում է եղել Իրանի վրա, իրենց մասնակցությունը ունեցել են, Իրանը միշտ փորձել է, որովհետև շատ դարասաշրջանային պատերազմ չլինի, սահմանափակում լինի, շատ ժամանակները անգամ աչքը փակել եւ միայն զգուշացումով ներքին գարկով կամ բասահայտ զգուշացրել է Իրաքից է եղել հարձակումները, նույն Կատարից է եղել, որ վերջին անգամ 12 օրվա մեջ, 12 օրվա պատերազմի մեջ Իրանը պատասխան տվեց Կատարին, Կատարի Միացյալ Նահանգների ռազմաբազա Իրանը հերթիրագործեց եւ շատ տենց դեպքեր շատ են եղել, որ մեր հարևան երկիրներից մեր թշնամիները փորձել են օգտագործել տարածքը եւ օդային տարածքը եւ Իրանի վրա հարձակում անեն, այս անգամ Իրանը շատ խիստ զգուշացել է, որ եթե նման բան տեղի ունենա, իրենց այս անգամ իրենց տարածքը աչքի փակելու եւ իրենց տարածքը նույն Իրանի համար օրինական թիրախ կդառնա, այդ պատճառով է, որ արդեն իրեն ուզում են, ինչպես դուք ասեցիք, ապահովակերեն այս հարցով։ Պարոն Հոսեյնի, իսկ Հայաստանը, Հայաստանի կեցվածքը ինչպես կբնութագրեք այն պահին, երբ աշխարհաքաղաքական ինչ-որ բախումներ կարող են լինել, աշխարհի տարածաշրջանային քարտեզը կարող է վերաձևել, Հայաստանը կարծես կրավորական կեցվածք է որդեգրել, այս ամենի ֆոնին։ Ինչ ենք հասկանում, եթե օրինակ պատերազմ սկսվի կամ նույն Իրանի շուրջ ինչ-որ զարգացումներ երբ որ տեղի են ունենում, դրանք ուղղակի կամ անուղղակի ազդում են նաև Հայաստանի վրա, չէ՞։ Այս մասով ինչ կարող եք ասել։ Եթե Հայաստանի շահի դեսանգյունությունից նայենք, անգայուն Իրանը ձեռնտու չի Հայաստանին, անգայուն Իրանը գեբերի ամբողջ տարածաշրջանում անգայունություն, եթե Իրանը թույլանա, Իրանը մի զեսպող ուժ է եղել դարիներ շարունակ, որովհետեւ Թուրքիա եւ Ադրբեջանը այս տարածաշրջանը ամբողջ տարածաշրջանը գուլ չի տան, բայց եթե Իրանը թույլանա, շատ վտանգ կլինի, որ հարավային Կովկասում ինչ որ նեգերդումներ լինի Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից։ Դարիներ շարունակ իրենց խոսել են իրենց նեգերդումների մասին, եթե արիտ տեսնեն, եթե հնանավորություն տեսնեն իրենց նեգերդումները իրականացնեն, չեն նայելու ոչ մի համաձայնություններ, ոչ մի բան չեն նայելու, մենք նույնը տեսել ենք Սիրիայում ինչ կատարվեց, Թուրքիայի Իրանի եւ Ռուսաստանի հետ երակոմ պայմանագիր եւ համաձայնություններ ունեին, որ Սիրիայում պահպանեն Ասադի ռեժիմը, ունեին իրենց մի թուրքամետ ուժերը ունեին իրենց դարասները, ամեն ինչ համաձայնված էր, բայց երբ որ դիմադրական ուժերը դարասաշրջանում թույլացան, երբ որ դիմադրական Հեզբոլլահը, Համասը, այդ դիմադրական ուժերը Իսրայելի հետ բախման մեջ էին եւ թույլ էին, արիթից օգտվեց եւ ոչ մի երագում համաձայնությունները հաշվի չառավ եւ թուրքամետ ուժերը գերավեցին Սիրիայը։ Այսինքն նույն սցենարը չեք բացառում նաեւ Հայաստանում։ Եթե իհարկե, եթե իրենց արիթ ունենան, եթե հնանավորություն տեսնեն, որ կարան իրականացնեն ինչ-որ բան, ոչ մի բան չեն խնայելու, իրենց ամբողջ պատմությունի մեջ եղել է նման բաներ, նման պահեր, որ իրեն օգտվել են եւ իրենց նկարտումները իրականացնել են։ Պարոն Հոսեյնի, արդյոք այդ նկարտումներից մեկի իրականացման հետ է կապված, երբ որ Իրանում զանգվածային ցույցեր եղան ու ստորագրվեց Թրամփի ուղու հայտնի հռչակագիրը, արդյոք դրանք մեկը մյուսին փոխազդված են, որովհետև շատ փորձագետներ դա էլ են դիտարկում, քանի որ Իրանը ամենաբարձր մակարդակով ասել է, որ դա կլինի թրիփ Թրամփի ուղի, թե Զանգեզուրի միջանցք, միևնույն է դա նույն միջանցքն է, որին իրենք դեմ են։
Տեսեք, Թրամփ եւ Միացյալ Նահանգների նպատակը Իրանի չզուգացնում է, Իրանի մեկուսացնում է, Իրանի վերահսկությունի տակ պահել է, բոլոր այդ ծրագիրները, որ Իրանի շուրջ կատարվում են, տարբեր ուղղակի սեղմում է Ամերիկա տարբեր Իրանի հարևան երկիրներում, իրենց ներկայացությունը ապահովում են, եթե կարողանան ռազմական, եթե չկարողանան տնտեսական, եթե չկարողանան քաղաքական, իրենց ներկայացությունը պահում են, որ Իրանը մեկուսացած պահեն Իրանի դեմ ուղղակի սեղմեն, դա էր այդ շրջանությունի մեջ է տեսնում Իրանը, որ Ամերիկայի բոլոր հարևան երկիրներում փորձում է մոտիկանա Իրանի սահմաններին եւ Իրանի ազգային անվտանգությունի համար դա սպառնալիք է տեսնում, տարբեր են Իրանի եւ Հայաստանի տեսակետները այդ հարցում, Իրանը տեսնում է իր ազգային անվտանգությունի դեմ սպառնալիք, բայց Հայաստանը տեսնում է հնանավորություն, խաղաղություն ծրագիրները, որը կարան օգտագործենք, բայց տեսնենք մենք այստեղ ոչ Իրանի տեսանկյունի հարց է, ոչ Հայաստանի տեսանկյունի հարց է, այստեղ Ամերիկայի նպատակներ են կարևոր, Ամերիկա ինչ նպատակ ունի, դե Իրանի հոգևոր առաջնորդի խորհրդականը ասում է մենք ինչքան էլ վստահենք Հայաստանին, ինչքան էլ Հայաստանի գործընկերները մեզ վստահացնեն, որ Իրանի դեմ ոչ մի ծրագիր չկա եւ մենք կարողանանք վստահենք, մենք չենք վստահում Միացյալ Նահանգները, մենք չենք անգամ կարանք վստահենք Ադրբեջանի նպատակները, որովհետեւ իրեն զարայում են Իրանի թշնամիներին, Բարոն Վելայաթի օրինակ ասել է, որ միշտ բոլոր տարածաշրջանում Միացյալ Նահանգները եթե չկարողանա սկզբանե ռազմական ներկայություն ունենա, տնտեսական եւ խաղաղասեր նպատակներով ինքը ներկայությունը ապահովում է տարիներ անց ինքը այդ ներկայությունը թեկուզ տնտեսական կամ խաղաղասերություն եւ կամ ինչ որ ծրագիրներով որ ներկայացել է տարածաշրջանում վերածում է ռազմական եւ հետախուզական դա այդ է որ Իրանի տեսանկյունությունից վտանգ է տեսնում այդ ամեն ինչի մեջ Արդյոք Իրանի տեսանկյունից վտանգ չկա, որ նույն թրիփը կարող է շահագործման հանձնվել որևէ երրորդ ընկերության, դեռևս հստակ փակագծեր չի բացվում, թե որ երկրից է լինելու այդ երրորդ ընկերությունը, ով կշահագործի թրիփը, այստեղ նաև փորձագիտական շրջանակները տալիս են Իսրայելի անունը, հա, եթե օրինակ Իսրայելը ներգրավի, մենք բոլորս էլ ուղղակի թե անուղղակի կհասկանանք, որ դա հստակ սպառնալիք է Իրանի անվտանգությանը, բայց նաև խոսում է Ռուսաստանի հնարավոր ներգրավման մասին, չնայած իշխանականները, հա, Հայաստանի իշխանության ներկայացուցիչները հերքում են այդ լուրերը։ Հիմա օրինակ եթե Իրանը ներգրավի որպես երրորդ ընկերություն եւ ներողություն Իսրայելը ներգրավի որպես երրորդ ընկերություն եւ շահագործի այդ թրիփը, ինչ կտեսնենք, հա, ինչպիսի քայլեր կտեսնենք Իրանի կողմից։ Տեսեք, Իրանը քաղաքությունը հստակ է, Իրանը կարմիր գծերը բոլորի համար հայտնի են, Իրանի կարմիր գծերը տարիներ շարունակ այդպես են եղել, որ գեոպոլիտիկ փոփոխություն չի պիտի լինի տարածաշրջանում, Հայաստանի իշխանությունը, վերահսկությունը պետք է այդ բոլոր ճանապարհների վրա հաստատ լինի, 100%-ով լինի եւ սուվերենությունը պահպանվի բոլոր այդ կարմիր գծերը հայտնի են բոլոր գոմերի համար մինչև մենք տեսնում ենք որ սկզբանե որ թրիփի ճանապարհի հայտարարեցին սկզբում որ հայտարարեցին շատ մանրամասները հայտնի չէին հիմա փուլապուլ Իրանը հետևում է տեսնի ինչ տեղի ունենում եւ եթե այդ կարմիր գծերը այդ սկզբունքները խախտվի այն ժամանակ է Իրանը արձագանքներ գտա բայց մինչև հիմա աշխատում են Իրան եւ Հայաստանի Իրանը եւ Հայաստանի պետությունները եւ բոլոր այդ դեվիալները փոխանցում են
որ եթե Իրանը տեսնում է, որը մի խախտում է այս սկզբունքներին, նվազում Հայաստանի վրա, այսինքն այդ ճանապարհների վրա, այն ժամանակ արձագանք է տա։ Իրանը վաղուց է հայտարարել, որ երրորդ կողմերի վերահսկություն է այս ճանապարհների վրա Իրանի համար անընդունելի է, միայն եւ միայն Իրանի համար ընդունելի է 100%-ով Հայաստանի վերահսկությունը իր տարածքների վրա, իր ճանապարհների վրա, իր սահմանների վրա եւ ընդունելի չի, ուզում է Միացյալ Նահանգներ լինի, ուզում է Եվրոմիություն լինի, ուզում է Ռուսաստան անգամ լինի, երրորդ երկրի վերահսկությունը Հայաստանի տարածքների վրա Իրանի համար անընդունելի է եւ դա համահունչ է Հայաստանի շահին, Հայաստանի ժողովրդի շահին եւ Հայաստանի պետականություն։ Իսկ արդյոք Իրանը դեմ չէ, որ 26% բաժնետոմս ունի կամ բաժնեմաս ունի Հայաստանը այս թրիփում, իսկ 74% Ամերիկան, հա? Արդյոք այստեղ չկա մտածելու տեղիք Իրանի մասով, որովհետև Ամերիկան ունենում է ամենամեծ բաժնետոմսերը, ինքը ցանկացած պահի ամեն ինչ կարող է անել, իսկ Հայաստանը անգամ վետո դնելու իրավունք էլ չի կարող ունենալ հետագայում։ Բոլոր այդ ամեն ինչը մտահոգություններ առաջացնում են Իրանի համար, բայց եթե այդ պահին էլ արձագանք չկա, մենք տեսնում ենք Իրանը ինչ վիճակում է, բայց արձագանքներ լինում են, եթե ինչ որ հիմա աշխատում են երկու պետությունները, մենք տեսնում ենք հենց այդ սույսերի ժամանակ մինչև այդ վերջերս Իրանի արտաքին գործերի փոխնախարարը եկավ այստեղ, դաժե այդքան զաներ Իրանի ներքին խնդիրների, այդքան զաներ իրավիճակում Իրանի արտաքին գործերի պաշտոնյա մեկնեց Հայաստան, որպեսզի իմանա այս փուլում ինչ է տեղի ունենում, կապի մեջ են, բայց ամեն դեպքում եթե այդ ամեն ինչը հանձնի, որ Հայաստանը գործենի իր 100% վերահսկությունը ճանապարհների վրա, Իրանը արձագանք է տա եւ Իրանը դեմ կլինի։